Թե ասա լիքը տաղանդավոր մարդիկ են, խես փողը սրանամանների վրա ծախսում։ Այրվում է սիրտս, քեզ համ այրվում է սիրտը Կարոտից այրվում է սիրտս Ես պարտավոր եմ, ու եթե օրերից մի օր ես կարողանամ դες համար ինչ-որ բան անել, քո ու Տիգրանի, ես ինձ աշխարհում երջանիկ մարդ կզգամ։ Չէ, ես չպիտի քեզ մոտ թողնեմ, ինձ չպիտի։ Դու միշտ հայտնվում ես, որ կյանքս տակնու վրա անես։ Չէ, ես չեմ ուզում քո մասին մտածել։ Ես չեմ կարող թուլանալ, չեմ կարող։ Սմբատյան հիմա հաստատ չես զուգ տուն գնաս։ Չէ, Մակար, չեմ ուզում։ Չեմ ուզում նայել մորս աչքերին, չեմ ուզում նրա հարցերին պատասխանել, տրամադրություն չունեմ։ Չեմ ուզում մտածել եմ մասին, որ ստիպված եմ կետրին ավելի շատ ուշադրություն դարձնել, որտեղ նա իմ երեխայի մայրն է լինելու։ Չեմ կարող Մարի աչքերին նայել, ամաչում եմ։ Չեմ կարող Տիգրանին նայել, ստորացված եմ զգում ինձ։ Իսկ մանեն։ Ես այդքան փող ունենամ։ Հայաստանի կեսը իմը լինի, իսկ իմ որդու մայրը Սմբատյանի որդին վարձով ապրի։ Սմբատյանի որդին։ Ոնց եմ ուզում ես ամենը ջինջելով աղեցես մոռանալ ամեն ինչի մասին։ Ուզումից կթափվեմ։ Ջնջում ամեն ինչ ուղերից ես, բայց չի ստացվում, չէ։ Լավ, Սմբատյան, հասանք։ Զանգի Արսենին։ Ասա թե որտեղ չկան բերի մոտս։ Ամեն հետը խոսը, տես ինչ արել։ Վաղվանից այդ աղջկա մասին պիտի գրեն։ Հանգիստ էր։ Բարի գիշեր։ Եթե իհարկե կարողանամ քնել։ Գնացի։ Հա, Արսեն, ինչ արեցիր։ Արսեն, սպասի, ես քեզ կզանգեմ, հա։ Ալո, Ուր ես։ ինչ ա եղել։ Այն ա եղել, որ ես քո երեսից չեմ ուզում խայտառակ լինեմ։ Չեմ հասկանում, ինչ ես ասում։ Որ գլուխդ լուսամուտից դուրս հանես, կհասկանաս։ Մենակ չասես, որ Սմբատյանը ստեղ է։ Սմբատյանը։
Ես չեմ հասկանում, ես քաղաքում էլ ուրիշ հյուրանոց չկա։ Ես չգիտեմ ինչ կար ու ինչ չկար, բայց որ խոսալու կա հետդ, այդ արդեն լուրջ է հաստատ։ Արագած ու աղջկան տուն տար ու արի օֆիս, ես գնում եմ օֆիս։ Լավ, Ով էր Գևոր։ Մակարը։ Ոնց։ Փաստորեն Մակարն է գիտի մեր մասին։ Հա, գիտի, ու պետք չի որ դու հիմա խառնվես իրար։ Լավ ես ասում, գիտես։ Լսի, եթե Հայքո պարը իմանա, հաստատ ես կորած եմ։ Գիտեմ, հասկանում, պետքա որ մի բան մտածենք ու շատ շտապ։ Չէ, ինքը թույլ չի տա։ Հաստատ ինքը թույլ չի տա։ Ինձ կոնյակ բերեք։ Ամենալավը։ Իմ ամենացավոտ կետը մնում ես դու, Տիգրան։ Միայն դու։ Ինչ ես աչքերդ փակել։ Երազում եմ, Ինչի մասն ես երազում։ ուղղակի մեզ հիշեցի։ Մեզ։ Փոքր Տիգրանին ու Արփին։ Հիշում ես, երբ ինձ մի տարի էր, որ տարել էին մանկատուն, դու Ընկեր Ոսկանյանի հետ եկար ինձ տեսնելու։ Դե մենք հաճախ էին գալիս։ Իսկ հիշում ես, երբ ինձ տղաներից մեկը նեղացրել էր։ Կարենը, որ իբր ինձ էր սիրում։ Ես այդ փաստից ված էի զգում։ Հիշեցի։ Լաց էի լինում, որ ինձ սիրում են։ Ինձ թվում էր այդ վատ բանը։ Իսկ հիմա լաց եմ լինում, որ ինձ չեն սիրում։ Ով է քեզ նման բան ասել։ Ով ասել, որ քեզ չեն սիրում։ Տիգրան, երբեմն բառերն ավելորդ են հասկանալու համար այն ինչ ակնհայտ է։ Իսկ երբեմն մարդիկ կույր են ու չեն տեսնում այն ինչ որ անզեն աչքով է երևում։ Տիգրան, ինչ ես ուզում ինձ ասես։ Չեմ հասկանում։ Ուզում եմ ասեմ, որ ինձ համար երկու կարևոր մարդ կա։ Դու ու մամաս։ Տիգրան, Ուղղակի
Ես երկուսդ էլ շատ եմ սիրում։ Ուղղակի քեզ ուրիշ սիրով, իսկ մամային ուրիշ։ Սիրուն շորումն ես։ Նե, տենց չէ։ Դու ուրեմն այդ հարցով էլ ապից զբաղվել։ Ու նաև ինձ պետքա բեմական անուն մտածել։ Այդ արդեն Սմբատյանի հետ։ Գիտես, հիմա մտքիս մի հատ անուն կա։ Ու ինչ անուն է։ Տենեյք, Հովանեսյան Վանուհի, չէ՞։ Ուրեմն անունիցս վերցնում ենք Վանյա, ազգանունիցս Հովանեսը, ու ստացվում է Վանեսա։ Շատ լավ է, բայց դա արդեն Սմբատյանին կասես։ Վաղ առավոտ շուտ պետք է զարթնես, որ ես ժամը 10-ին գալու եմ հետևից, գնանք այդ շորի հարցը լուծենք։ Շորանգը, մեյքափը, բանը էլի, հարցեր կան։ Բայց ես ուզում եմ դիզայներների հետ համագործակցեմ։ Լավ ես անում, որ ուզում ես, բայց դրա ժամանակը չունենք։ Այ մյուս կլիպը նկարելուց, եթե ուզում ես Յուդաշկինի հետ կարանք համագործակցենք։ Հասկանում ես, ես այսքան ժամանակ սպասել եմ, որ ամեն ինչ լավ լինի։ Չէ, ես չեմ կարա ուղակի անիմաստ ինչ-որ բաներ անեմ։ Դա ուղղակի չի, դու ավելի լավ երգել սովորի։